Բարև ձեզ իմ շատ սիրելի հետևորդներ, ձեզ այսօր կրկին ես եմ Դավիթ Գեյմերը եւ դուք դնում եք Gaming Star ալիքում։ Ժողովուրդ ջան, մեր ալիքը նորից վերադարձավ Hello Neighbor-ը։ Մինչ այլոց մինչև վիդեոն սկսելը ասեմ, որ չգիտեմ խի, այդ մի տեսակ ինձ դուր չի գալի այդ վիդեոյի ողջունման ձևը, որ ասում եմ բարև բոլորին, ձեզ կրկին ես եմ Դավիթ Գեյմերը եւ դուք դնում եք Gaming Star ալիքում։ Եթե ավելի լավ ողջունման ձևեր գիտեք կամ կարող եք մտածել, կոմենտներում գրեք, ես հնարավոր է որ մեկ ընտրեմ, որ այդ թազա ձևով ողջունեմ ձեզ, իսկ եթե ոչ ոք դուրս չգա, ես նույնը կթողեմ, իսկ հենց հիմա վիդեոն ստոպտովեք, իջեք գրեք, որ հանկարծ չմոռանաք, իսկ մենք շարունակում ենք մեր երրորդ ակտը։ Ես անցած վիդեոյում ոնց որ ասել եմ իմ հիշելով, որ այս Hello Neighbor վիդեոյում մենք անցել ենք բոլոր 3 ստրախները։ Սկզբի համար գալիս ենք այստեղ, թռնում ենք այստեղ, արա սասեդուշկան չլսի հանկարծ գա։ Ժողովուրդ ջան, մեկ էլ չէ կոմենտներ գրեք, թե ինչ խաղեր եք ուզում խաղալ, ես բոլոր կոմենտները կարդում եմ ու կկատարեմ ձեր խնդրանքները։ Առաջինը իսոմա պետք է անցնել բարձրության ստրախը։ Չէ, բարձրության չկնեք, խանութի ստրախը, որը գտնվում է այստեղ։ Ծուրեր։ Հոպ, կամաց չընկանք, վсё, բարձրացանք դուռը վերևում է, էլի գտնվում, ու մտանք ստրախի մեջ, ժողովուրդ ջան, շատ հետաքրքիր ստրախներ կան։ Ես հիմնականում այս ստրախը անցնելու համար սկզբից կգնամ ամենավերջը, հետո նոր բան կանեմ։ Այս ստրախի մեջ sense լիքը մանիկեններ են քայլում, որ եթե կարմրը ու հատուկ ձենա գալիս, sense կտ, նշանակում է, որ պետքա կքա նստել, այսինքն ինչ կքա նստել, պետքա պպզել, ահա, այս ձենը։ Եթե լսում է, պետքա պպզել, որովհետև մանիկենները կգան ու քեզ կբռնեն։ Ներկա, հա։ Արա, չէ, այս մանիկենները նայում է վրես։ Այսինքն այս ստրախը եթե դուք անցնում եք, դուք հենց պպզեք սասեդի, ասենք սասեդը մոտի կլինի, դուք պպզեք, դուք դառնում եք անտեսանելի ու սասեդը ձեզ չի տենում, հենանայք կարմրեց։ Մարայելի կարմրեց։ Այս առաջին ինգրեդիենտը։ Մեզ այս սալյակով փուլ անցնելու համար պետքա չիպս։ Այստեղ ամեն պրոդուկտները կգտնեք, բոլոր։ Միարկան ես ասի քշեմ ինչե վերջ ու միանամ ձեզ։ Ժողովուրդ ջան, ես սայլակը բերեցի հասցրեցի ստեղ, հիմա պետքա միարկան ես չիպսը դնեմ արդեն հիմիկվանից։ Հիմա պետքա գնամ ու գտնեմ բոլոր ինգրեդիենտները։ Ասեմ, որ այս ինգրեդիենտները ընդհանուր 5-ա, պետքա լինի սոկ, չիպս, մուրաբա կարմիր գույնին կամ ռոզովին, թթուվարունգ, մեկ էլ սոկ, երևի սոկ, չգիտեմ, ան ինչը դրա, ես դրան սոկ եմ ասում հիմնականում, նաև այդ ընդհանուր այդ ինգրեդիենտները կարակ տենակ ես մանեկենների սայլակներում, որովհետև իրանցից պետք է ամեջոգեիք, թե իրանք ինչ պրոդուկտներ են վերցնում, բայց ես արդեն գիտեմ, կակրած հենա, մեր վարդագույն սոկը։ Շուջոգիր, որ ես արդեն կասեմ մոտեմ, ստեղ չեն կարա, չէ, գան իրանք, շլավը, ես վարունգը, չեն գնի, չէ, հանկարծ առանց սայլակ առած չէ թակ, ու սխալ ինգրեդիենտներ չտեք մեջ, թեքեր կմերնեք։ Всё, անցանք այստեղ։ Всё, փակվեց ռիշոտկի ներքո կողմից չեն կարող փախնենք, եթե սխալ հավաքակը ծալնենք, ընկնում ենք ներքև։ Առաջինը ճիշտ է, երկրորդը ճիշտ է, երրորդը ճիշտ է, չորրորդը ճիշտ է, հինգերորդը ճիշտ է, всё, հանգիստ անցանք։ 5-ատ ինգրեդիենտ է, ժողովուրդ ջան։ Առաջին ստրախը, այսինքն մենք անցանք, հիմա երբ որ պպզենք, անտեսանելի ենք դառնում։ Հիմա դες ցույց կտամ այդի ոնց աշխատում։
Հələ в общем չգիտեմ պոեզը որտեղ է, բայց ես հիմա ընդեմ եթում։ Ինձ հիմա որտեղ էր պետք։ Իսկի չեմ հիշում որտեղ էր պետք ինձ։ Արա, հիշեցի։ Ինձ պետք է այստեղից իջնեմ ներքև։ Այնտեղ ինձ պետք։ Ինձիկով։ Հոպ, всё, իջանք։ Լավ, ուրեմն այստենց գալիս ենք։ Այստեղ բան, կոշիկ կա։ Այս կոշիկը վերցնում ենք։ Ու սենց մոտիկ եկած դնում ենք սրա արանքը։ Վերցնում ենք այս բալնիկը ու այստեղից հեռանում ենք այստեղով։ Հիմա չեք պատկերացնի որտեղ է գտնվում այդ ստրախը։ Այ այնտեղ, օդի մեջ կախված տանը։ Արա, չէ, չեմ գնում։ Արա, լուր եմ ասում, զոնտիկ չներ արդեն ընկած էի։ Այս ստրախը անցնելուց հետո մենք դվայնոյ պրժոկ ենք ստանում, այսինքն 2 անգամ կարանք թռնենք։ Դրա համար գալիս ենք այստեղ, բարձրանում ենք։ Ընդհանրապես ինքը իր ճանապարհներ ունի, մի հատ տեղ կա, որ ես այդ տեղից ձգում եմ, որ համարյա անհնարին է իմ համար այդ տեղ անցնելը, ես ուրիշ ճանապարհով եմ անցնում։ Մի հատ տեղ կա, որ թղթի ցամալյոտներ են, պետք է նստես այդ թղթի ցամալյոտների վրա ու գնաս։ Հա, բայց համարյա անհնարին է, ժողովուրդ, այդ ցամալյոտի վրա նստում ես լրիվ ուրիշությամբ փայտում, էդի մաքսիմում պետք է 80%-ն է հնարավորությունը տալի, որ դու կարող ես հելնես այդ ցամալյոտների միջով հասնես տեղ։ Կամաց։ Կանգանք այս տոստերի մեջ, ընկանք ստեղ։ Հիմա ուր պետք է գնայի, հա, այնտեղ։ Հրանք այստեղով անցնում ենք, մագնիսի վրա թռում ենք, այս ծակով մտնում ենք, այսպես բարձրանում ենք վերև, հետո թեքվում ենք, գալիս ենք բարձրանում ենք այս ժամացույցի վրա, այստեղից թռնում ենք վերև, այս սրանք ընկնում այ միջալոց մի անգամից, այս ռճակը բացում ենք, նայեք, որ ընկավ են փետերը, հիմա եթե կարաք այստեղից թռեք մի անգամից տոստերի մեջ, այս սենց ոնց որ ես արեցի։ Հիմա ճանապարհը որ բացեցի, ես ուրիշ տեղ հասա, մի անգամ ծորը կամոց։ Այստեղ է գտնվում այդ ցամալյոտները, այդ որ ասում եմ, հենա։ Կարանք նա всякий փորձենք, եթե ուզում եք, բայց չի լինելու, նայեք, մի քիչ ուղղություն ենք տալի։ Նայեք, ինքը արդեն այն կոմա գնում, ծուր։ Դրա համար ես կփորձեմ կրճատեմ, ոլավա չունգա ներքև լիքը տեղ կոր։ Բայց տեղ ոնց կարամ կրճատեմ տենաս։ Չեմ փորձել։ Չէ, սենց վտանգավոր է, այսպես տեղ կա, արա։ Հեսա, զուտ։ Այնենց պետք է սամալյոտով գա այստեղ, լավա շամփեն էլ կա։ Չէ, անհնարին բան է, տեսակ չէ, ես համալյոտի վրա ուրիշ տեղ գնացի, իմ շարած հիմա կջոգեք այս տրոտիկները ինչի են վերցրի այս սրանք, պետք է այսենց խփեմ սրա վրա ու բարձրանամ, ես երորդը անիմաստ էր։ Կարող անիմաստ չէ, հա, չեմ հել է պրոստը այն մյուսի վրա, սել ասում խի չեմ կարում հելնեմ վերև, վստիվ համարյա պրծանք, ես էլ պետք էլ չի այստեղ պետք հողակի թռնենք են կոմ ու մի հատ էլ ենք սեղմում, տեսակ դվայնոյ պրժոկ դարավ, ու վսյո, ժորդ, մենք պետք է այսենց բարձրանանք վերև, այստեղով բարձրանում ենք, կամաց, կամաց չնգնես, այս դվայնոյ պրժոկով վտանգավոր է, համարյան գնելու եզրում է։ Էսի բացում ենք ու ցանկացած իր իմ դեպքում էդի կառուցում ենք, գնանք ներքև։ Հիմա հանգիստ սրտով հետ ենք գնա։ Իջնում ենք ներքև։ Ահա, վագոնետկան եկավ։ Ստեղ կամած անցնում ենք այստեղով։
ու ստեղից վերցնում ենք այս կանաչ բանալին, այսի երրորդ ստրախն է։ Ժողովուրդ, քանի որ սասեդը պարկեց քնելու ու քնած վաղտ ինքը բան չի կարող անի, մենք հանգիստ ասում ենք ստրախն։ Բացում ենք դուռը ու մտնում ենք ներս։ Ստեղ ուրիշ մոտիկ շկաֆ չկա։ Լավ, այս անգամ դեմս չկտրեցին մտանը։ Մի քիչ շուտ դուրս եկա, բայց ոնց որ չոտքի եմ դուրս եկի։ Ամոթոր դեմս էր չոտքի օր, այս մանիկեն էր ուզում ինձ ուտեր։ 3, 2, 1։ Արի ես ժոգում եմ էլի, որ պայն եմ դուրս գալի։ Էլ կարամ այս շկաֆերից չօգտվեմ, մի անգամից գնամ դռան մոտ։ Այս ստրախը որ ասում ենք, մեզ հենց սասեդը բռնի, մենք կարանք իրան բրթենք արխային։ Ու ինքը մեզ չի կարա բանանի։ Այս հրա վրա էլ հեսած վից կտամ նեք։ Այս հենց սեղմը սպանում ենք այս թռնելու կնոպքին ու իրան գցում ենք գետնին։ Всё, այս ակն էլ անցանք ժողովուրդ ջան։ Շատ հեշտ ու հետաքրքիր վիդեո էր։ Հուսով եմ հաճույքով եք նայել։ Մեկ էլի չեք կոմենտներ գրեք, թե ինչ ձև կուզենաք, որ ես սկսեմ իմ վիդեոները բարևի պահել։ Ու всё, ավելի հարմար սասեդի տուն մտնելու հելնելու համար ես առաջարկում եմ մենք այս բանալիով բացենք այս դուռը եւ մենք սասեդի վրա փորձենք այս երրորդ ակտի հնարավորությունները։ Սասեդ ուշ կար, ստե, հələ բռնի։ Նայեք, բռնեց, սենսեխմաս փողնք, սասեդին գցեցինք։ Всё, ժողովուրդ ջան։ Այսքան էր մեր այսօրվա վիդեոն։ Հուսով եմ ձեզ այն դուր եկավ։ Եթե դա այդպես է անպայման դրեք ձեր լայքերը, բաժանորդագրվեք ալիքին եւ սեղմեք զանգակի կոճակին, որպեսզի բաց չթողնեք ալիքի հետ ագա նոր ու ավելի հետաքրքիր վիդեոները։ Դե ես էի Դավիթ Գեյմերը եւ դուք գտնում եք Gaming Star ալիքում։ Բոլորին պականեր։